Ինչ վտանգավոր հետևանքներ կարող այսօր սրբազանները, որոնք հայտարարություն էին տարածել, եկան ելույթներ։ Սրբազան եք դուք ասում։ Ինչ եք սրբազան ասում։ Ինչ ոնց դիմենք նրանց։ Դեր կարգանի ձեռված չէ։ Չգիտեմ, ես լավ այդպես եք դիմում ձեր իրավունքն է, բայց այսինքն ես կարծում եմ, որ բացառվում է, որ մեր եկեղեցին կպառակտվի։ Եվ բոլորս, որ այս ժողովուրդը այստեղ է ու կանգնած է եկեղեցու կողքին, Ինչ կա։ չեմ կարծում, հնարավոր չի, պատմության ընթացքում փորձել են տարբեր պետություններ, արաբական, օսմանյան կայսրություն, դե սա երևի առաջի անգամ է, ես չեմ կարծում բացառվում է, որ հայ առաքելական եկեղեցին պառակտվի, որովհետև հայ ժողովուրդը կանգնած է հայ առաքելական եկեղեցու կողքին։ Մենք բոլորս կանգնած ենք եւ տեսնում եք օրվա որ ժամներ լինի, բոլորս այստեղ ենք։ Այս լարված իրավիճակի հանգուցալուծումը դուք ինչպես եք պատկերացնում։ Գիտեք ինչ, մարդիկ ընտրություն պետք է կատարեն, քանի որ մյուս տարի ընտրություն է եւ մարդիկ պետք է ճիշտ ընտրություն կատարեն։ Առաջի հերթին անընդունելի էր, որ 21 թվականին 1,200,000 մարդ չմասնակցեց ընտրությանը։ Անտարբերությունը մեր ամենամեծ թշնամին է։ 10 եպիսկոպոսներ, ովքեր եկել էին վեհապարին հանգստի կոչելու համար, հեռացան այստեղից, նստեցին մեքենան, անվտանգության ինչ-որ հսկիչներով, ոմանք նաև ասեցին անվտանգությունից ելնելով դեմքերը դրա համար են փակում, ո՞նց եք սա նկարագրում, Մայրաթորի տարածքում սա ինչ գործողություններ են։ Գիտեք ինչ, արժում էր սկսվել նոր Հայաստան, նոր պատրիարք։ Վստահ եմ բոլորդ էլ աշխատել եք զանգվածային լրատվական միջոցներում, հիշում եք։ Այս ամեն ինչը սկսվել է 18 թվականից եւ զարմանալ պետք չէ, որովհետեւ բոլոր հեղափոխական իշխանությունները միշտ կրոնի եկեղեցու հետ խնդիր ունեն։ Գնացեք Ֆրանսիա 18-րդ դար, Ռոբեսպերը եւ ֆրանսիական հեղափոխությունը առաջի հերթին եկեղեցու գույքը բռնագրավեց եւ հանրային աճուրներով վաճառեց։ Գնացեք Կուբա, Կուբայի հեղափոխությունը, բոլշևիկների հեղափոխությունը, բոլոր հեղափոխական իշխանությունները կրոնի հետ խնդիր ունեն։ Մեկը փորձում է կրոնը ոչնչացնել, մյուսը փորձում է իր հսկողության տակ դնել։ Հիմա այս դեպքում կներեք էլի պարոն Գասպարյան, այս դեպքում ձեր կարծիքով իշխանությունը ինչին է ձգտում, իրեն ենթարկեցնել, թե այլ որևէ կառույց ստեղծել իր համար։ Որը կստացվի կամ ենթարկեցնել, կամ ենթարկվի եկեղեցին քաղաքական իշխանությանը, կամ եթե չենթարկվի, հնարավոր է նաև նոր կառույցի տարբերակը, որը կստացվի։ Բայց խնդիրը ժողովրդի դուք հարց տվեցիք, ինչի է սա կատարվում, մեր ժողովրդի անտարբերությունն է։ Ես վերադառնալով 21 թվականի ընտրությանը եւ Երևանի քաղաքապետի ընտրությանը 600,000 մարդ չմասնակցեց այդ ընտրությանը։ Սա, այսինքն ես հասկանում եմ, որ այդ ինչ-ինչ պատճառներով մարդիկ չեն ուզում դուրս գան մասնակցեն ընտրությունների, բայց հիմնական խնդիրը իմ կարծիքով չմասնակցությունն է։ Եվ մյուս տարի, այսինքն կարծում եմ այս բոլոր իրադարձություններից հետո մարդիկ պետք է եզրակացություն անեն եւ անպայման մասնակցեն ընտրությանը։ Հիմա դուք իրավիճակի հանգուցալուծումը, պարոն Գասպարյան, ինչպես եք տեսնում, ինչ պետք է լինի ստեղծված իրավիճակում, որպեսզի խաղաղ անցում կարողանա։ Ես չեմ կարծում խաղաղ անցում կլինի, ես չեմ տեսնում այդ ճանապարհը։ Կներեք, անկեղծ ձեզ ասեմ, եթե իրատեսական նայենք, դուք ո՞նց եք տեսնում խաղաղ անցումային տարբերակ։ Ես տեսնելով մի կողմի հարձակումները եւ ագրեսիվ քաղաքականությունը եկեղեցու հանդեպ եւ նաեւ որոշ հոգեվորականների դիրքորոշումը, որոնք մինչև հիմա հոգևորական են, իսկ մյուս կողմից էլ ժողովուրդը, որը հայ առաքելական եկեղեցու կողքին է, ես չեմ տեսնում խաղաղ, սա շարունակվելու է։ Կարծում եք միայն մի կողմն է ագրեսիա ցուցաբերել։ Իսկ դուք որ եկեղեցու կողմից ագրեսիա տեսնում եք։ Ես հարցնում եմ։ Չէ, եկեղեցու կողմից ագրեսիա չկա, ուղղակի հայ առաքելական եկեղեցու դիրքորոշումը Արցախի վերաբերյալ եւ որ մեր հայրենակիցները պետք է վերադառնան Արցախ եւ նաեւ ցեղասպանության վերաբերյալ եւ այլ ազգային հարցերի շուրջ դիրքորոշումը գրեթե չի համապատասխանում իշխանությունների դիրքորոշման հետ։ Պարոն Գասպարյան, երբ որ դուք այն ժամանակ զբաղեցնում եք վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավոր խորհրդականի պաշտոնը, այս թեմաների շուրջ արդյոք զրույց ունեցել եք վարչապետի խորհուրդ տվել եք, ինչու։ Չեմ ուզում խոսել դրա մասին։ Դա ես չեմ եղել, դա իմ եղբայրն է եղել։ Դուք չեք եղել վարչապետի գլխավոր խորհրդականը։